Մենք վերադարձանք եւ մեր տաղավարը շատ երաժշտական է, քանի որ ունենք հյուրեր, երգիչ երաժիշտներ, Վահագն Ռաշը եւ Արմեն Դոլինյանն են մեզ հյուր եկել։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, շնորհակալություն, որ մեզ հետ եք սկսում ձեր առավոտը։ Մենք գիտենք, որ վերջերս դուք հանեցիք մի տեսալովակ համատեղ երգի։ Այ դուք ներկայացնում եք կարծես թե տարբեր երաժշտական աշխարհներ։ Ինչպես ծնվեց այդ համագործակցությունը։ Ռոքը միշտ համախմբում է։ Համաձայն եմ։ Իրականում դեպ հաղորդման մյուս մասում կասեմ ինչ համագործակցություն կա էլի ռոք ու ում հետ։ Տեսեք ոնց էր, երբ մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին ստեղծագործությունը կար, բավական երկար ժամանակ փնտրում էի ռոքային ձայնով տղամարդ, ում հետ կարելի է երգել։ Ու շատ փնտրելուց հետո Արմենին գտա։ Արմենը այդ ժամանակ լուսամփոփի պես աղջիկ երգներ երգել իմ իր ձևով շատ հետաքրքիր ու առաջարկեցի, լսեցինք միասին ու ստացվեց երգը։ Երգից հետո արդեն Սերժ Գաբյանին դիմեցինք, արդեն երրորդ համագործակցությունն էր տեսահոլովակի համար, քանի որ ռոքայինի մեջ ինձ համար իր աշխատանքները բավական հետաքրքիր են ու այստեղ էլ մինչև վերջ չգիտեինք ինչ պետք է ստանանք, քանի որ նկարվել ու գնացել էինք անցած տարի մարտին։ Ու մոտավորապես 1 տարի հետո տեսահոլովակը պատրաստ եղավ։ Արմեն, դուք երբ ստացաք առաջարկը այս համագործակցության, ինչպես ընդունեցիք, արդյոք պատրաստ էիք։ Ասեմ, որ այդքան էլ երկար չտևեց, որովհետև մեր ծանոթությունից հետո, ոնց նշեց ընկերս, հենց իր երգը cover անելուց հետո նշել է երգը, այդպես տեսավ մեկնաբանություն, հետո արդեն սկսեցինք անձնական ավելի շփում, մտերմացանք ու որոշեցինք այսպես կազմակերպել, հենց երաժշտության հեղինակը հենց ինքն է, ստացվեց։ Այո, համագործակցեցինք եւ ստացվեց։ Շատ անհամբեր, բայց առաջինը կուզենամ ձեր կարծիքը լսել։ Ընթացքը տեսահոլովակի ձայնագրություններ, միատեղ կարծիքներ, որոնք որ կարողացան այսպես ամբիցիաների շատ չտրվել։ Գուցե վեճեր, արդյոք եղան վեճեր ընթացքում ստեղծագործական։ Որևէ վեճեր չեն եղել, թեկուզ ստեղծագործական վեճեր չեն եղել, որովհետեւ ես լիովին վստահում եմ, որովհետեւ բարձր ճաշակիներ մարդ է, թե երաժշտական, թե առհասարակ։ Դրա համար էլ կարծում եմ, որ այդպիսի վեճեր չեղան։ Ձայնագրության ընթացքը շատ լավ տևեց, շատ հեշտ ենք ձայնագրվել, ինձ ճիշտ ասած այս ամենակարևորը հենց այդ հատվածն է, նկարվելուն է այդքան տեղ չեմ տալիս, ինչքան ձայնագրությանը, որովհետև վերջը երգն է կարևոր։ Ինձ համար մարդիկան հենց հոլովակին են շատ ուշադրություն դարձնում, բայց ինձ համար առաջնայինը երգն է։ Լավ, մի փոքր առաջ ընկնենք եւ հասկանանք, արդյոք այս դուետը եւս մեկ անգամ հանդես գալու է։ Ունեք ինչ-որ մի պլաններ առաջիկա այս 26 նոր սկսված թվականի հետ կապված արդեն։ Այո, էլի գաղտնիքը բացենք, որ այսօր կկատարենք այդ երգը, թռչեի մտքով տուն զինվորի երգը որոշեցինք միասին կատարել, երկար ժամանակ է չենք ունեցել այդ կատարման նոր տարբերակ, ինչ որ հետաքրքիր գործիքավորմամբ այս տարի մեծ հավանականությամբ թռչեի մտքով տունը։ Հա, էլի շատ։ Դուետը դառնում է այսպես շարունակական, հա։ Այո, իհարկե։ Հա, հիանալի, եթե մարդիկ կարողանում են միավորվելու արդյունքում ստեղծել լավ երաժշտություն, ինչու ոչ։ Եվ կարող չշեղվենք թեմայից միանգամից։ Դիտենք տեսահոլովակը։ Այո, եթե իհարկե հնարավոր է, մենք կարող ենք դիտել տեսահոլովակը, դու այսքան խոսեցինք, մեզ էլ է շատ հետաքրքիր։ Եկեք եւ մեր հեռուստադիտողին դիտենք տեսահոլովակը, վերադառնանք ու արդեն շարունակենք մեր զրույցը։ Մեր երկիրը ավերված բայց սուրբ է ևին Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազարցյուն Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն Բաբելոնն է եղել մեր ախոյանը տես Անետ կորել անցել է շուշի պես Ասորիքն է եղել մեր թշնամինա Դաշտ է տեղը և չկա կարկանի վրա Ամրակուր է մեր հոգին դարերի զավակ
տեսել մեր սիրտը ավեր ու կրակ Շատ է տեսել երկիր իմ ցավ ու արավիր Լասե այնտեղ ամեն երկ և ողբ ամեն գիրք Գերված ենք մենք ոչ ստրուկ, գերված մի ակցիվ Չարության դեմ վես սիրտ միշտ վատի դեմ ազնիվ Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին Մեր երկիրը ավերված բայց սուրբ է եղին Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ Արկայական խոսքը մեր կմնա հավետ Չի հասկանա ձեր հոգին և ծույլ և օտար Տաճար է մեր երկիրը սուրբ է ամեն քաշ Եգիպտական բուրգերը թոշի կդառնան Արևի պես երկիրիմ կվարվես վարման Որպես դյումի կրակից կելնես նոր Գեղեցկությամբ պարքով վար ու լուսավոր Արիացի սիրտի մի էլ հավատով տոքում Կանգնի հպարտ որպես լույս լերն է մեր կանգում Արիացի սիրտի մի էլ հավատով տոքում Կանգնի հպարտ որպես լույս լերն է մեր կանգում Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին Մեր երկիրը ավերված բայց սուրբ է եղին Հրաշալի տեսահոլովակ, շնորհավորում ենք ձեզ, նշեցիք, որ 1 տարի Շնորհակալություն։ աշխատել եք այս տեսահոլովակի վրա եւ կարծես թե նոր է դուրս գալիս։ Ես առանցարակ շատ ուրախանում եմ, գիտես, նելի երբ դուրս են գալիս հայկական ռոք տեսահոլովակներ, հայկական ռոք երգեր, լինելով ռոքի սիրար, շատ ինձ ոգևորում է դա։ Եթե մեկ բառով փորձենք բնորոշել, բնութագրեք ինքներդ ձեր համագործակցությունը, որ բառը դա կլինի։ Ստացված։ Ստացված։ Շատ Ես այս հարավակի մեջ նկատեցի նաև շատ հայկական այսպես օրլոմենտներ, հայկական սիմվոլիկա։ տառեր, ռոկը, կարծես թե ինքը հայկական երաժշտությանը այդքան էլ մոտ չէ, Ոչ մաքուր ինչ որ հայկական։ գտել էիք մի բան, կարծես է կապելու հասա, ինչ միտք ուներ, որն էր միտումը սրա։ Տեսեք, եթե Սերժ Գաբյանին հարցնենք, ինքը կասի սենց դուք գործ չունեք այդ ամեն ինչի հետ, այսինքն ես կանեմ, որովհետև սկզբից ասում ենք ինչ պետք է անես, ասում ես կանեմ կտեսնեք, խնդիրը ինչն էր, այսինքն երբ որ Տերյանի թանգարանում ենք, ես իրեն պատմեցի ոնց է երգը ստեղծվել, անընդհատ Տերյանի երգերն էին երգում, Մելամաղձոտ, Թաղձոտ, Աշնանային, Այո, աշնանվող բերգակ։ Տերյանը լինելով ջավախցի, մեր բանով ասած ախլքյալակցի, իրեն պետք է ներկայացնել այդ ոգով, դրա համար հենց այս ստեղծագործությունը ընտրվեց ու հենց hard rock-ը ընտրվեց, իսկ սիմվոլիկան էլ բնականաբար երգը ամբողջությամբ կապ ունի Հայաստանի, մեր սարի հետ ու ամբողջությամբ ինքը բանաստեղծությունն էլ, ինքը հենց սիմվոլիկայի մեջ է։ Ռոկային երաժշտությունը վերջին տարիներին կարծես թե էլ ավելի շատ է ակտիվանում Հայաստանում։ Մի պահ կարծես անկում ապրեց, բայց հիմա ինչպես նկատում ենք, այս ջահել սերունդը էլ ավելի շատ է ռոկային երաժշտություն սիրում։ Արդյոք պահանջակար ռոկային երաժշտություն ստեղծել հայկական բառերով, հայկական մոտիվներով եւ իր ուրույն տեղը այսպես հաստատակամ գտնել հայկական երգարվեստում։ Այսպես ասեմ, մենք ոչ թե այս երգը ստեղծելով մտածում ենք, որ այնպես անենք, որ մարդկանց դուրը կգա, չի գա, ոչ, մենք հենց արեցինք նրա համար, որ մարդիկ տեսնեն, որ սա ճիշտ է, սա լավն է։
պետք է սա անել, սա լսել, որովհետև հիմա այնքան շատ է լցվել էս մեր հարևան պետություններից կեղտոտ երաժշտությունը այստեղ, որ նույնիսկ այդ վերցնում են այդ երաժշտությունները եւ մեր ոսկեղենիկ հայոց լեզուն փչացնում են նաեւ մեր սերնդի ուղեղը։ Դրա համար այսպես անելով այս ռոքային երաժշտությունը, այսպես ասած, հայերեն բառերով հայաֆիկացնելով փորձում ենք հնարավորինս մաքրել։ Բայց եթե մելոդիկ գծերի մեջ լսեք, ինքը հայկական տարերը կան, այսինքն հայկական ռոք է։ հայկական ռոք է։ Ու հա, Հայեցի։ մյուս գաղտնիքն է բացեմ, Մավր Մկրտչյանի հետ ենք պատրաստում մյուս թուետը, ու էլի լավ ռոքային, բայց ստեղծագործությունը չեմ ասի որն է, այո։ Հետաքրքիր է։ Բայց հետո մեզ գաղտնիք ասեք թաքուն։ Հյուր կգաք մեզ։ Անպայման գալու ենք։ Լավ, անցնենք առաջ։ Կարծես տեսնում ենք, որ դուք միայնակ չեք այստեղ, ձեր գիտարն է ձեր հետ։ Այնպես որ դա մեզ շատ հուսադրում է, որ մենք կարող ենք կենթանի երաժշտություն լսել, իսկ եթե լինի այնպիսի երաժշտություն, որին կարող ենք ես ու Սամվելն էլ միանալ մեր ունակություններով հանդերձ, մենք շատ մեծ հաճույք կստանանք։ Ինչ կարող ենք այսօր նվագել, երգել միասին։ Թրջեի մտքով տուն է երկենք, Իսրում է երգն է, որը որ հայության մեծամասնությունը գիտի։ Մեզ հետ մեր հեռուստադիտողն էլ է երգելու։ հեռուստատիտողներն էլ թող մեզ հետ երկեն։ Այո, միանան մեզ։ Թրջեի մտքով դու ուր իմ մարն է արթուն տեսնեի այն առում կարոտո ես անում որ ամեն մի գարուն ջրերով վարարում կարգաչում էր սարերում տեսնեի այն առում կարոտո ես անում որ ամեն մի գարուն ջրերով վարարում կարգաչում էր սարերում թեքվեի աղբյուրին կարոտած պաղջրին լինեի հանդերում մեր կանաչ մարգերում ուր ծաղկունքն է բուրում ուրմանում օրերում հովներ ինձ միշտ ամփուրում լինեի հանդերում մեր կանաչ մարգերում ուր ծաղկունքն է բուրում ուրմանում օրերում հովներ ինձ միշտ Բրավո։ Երաժշտություն, որը միշտ ակտուալ է, օրվա որ մասին ուզում է հնչի, տարվա որ եղանակին եւ երբ։ Շնորհակալություն լավ երաժշտության համար։ Մենք էլ ենք սիրում։ Հասկացանք, որ ունեք գեղեցիկ համագործակցություններ եւ սա սկիզբներ համագործակցություն, իսկ արդյոք սա նաեւ կապված չէ նրա հետ, որ միգուցե այ խոսեցիք, որ մեկ այլ դուետ ունեք։ Կարծես 2026-ը ձեզ համար այսպես դուետներով լի է, հա, լինելու։ Թե Արմենի, թե իմ համար բավական Արմենիի կատարվող աշխատանքներն էլ գիտեմ, ինչքան գործեր ունի պլանավորած, Էլի համագործակցություններ բավական շատ։ լեցուն է լինելու։ Ես արդեն իսկ մոտ արդեն 7 կլինի հիմա 7-րդ երգը, 3 արդեն անարեցինք, ունենք պատրաստի ձայնագրություններ, որոնք մնում է հանրայնացնենք, այսպես։ Ու գրողների ստեղծագործություններից սևակինն է, որ ինչպես ասել, որ ես սիրում եմ քեզ, գիտենք այդ ստեղծագործությունը, մյուսը ես այն եմ եղել Համոսայան ու հետաքրքիր համագործակցություններ կան նաև ժամանակակից գրողների հետ։ Արմեն, դուք 2026-ում ինչ պլաններ ունեք։
նոր երգեր, նոր դուետներ, երգերը եւ հեղինակային, եւ cover տարբերակներ եւ իհարկե համաշխարհային հիթերի հայաֆիկացված տարբերակները, որոնք որ շատ եմ կատարում եւ օգտվում եմ արդեն պատրաստի թարգմանություններից եւ ինքս եմ կատարում թարգմանությունները։ Եվ համերգներ իհարկե։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ, նոր դուետներ եւ իհարկե շնորհակալություն լավ երաժշտություն ստեղծելու համար։ Մենք էլ ենք անչափ շնորհակալ հրավերի համար ու լավ եթերի համար։ Շնորհակալ։ Հիշեցնենք, մեր տաղավարում են երգիչ երգահան Վագ Ռաշը եւ երգիչ Արմեն Դոլինյանը։ Իսկ այժմ առաջարկում ենք մեր սիրելի հեռուստադիտողին դիտել մեր նվագարաններ էջը եւ այսօր պատմելու ենք շվից